մորը եւ մանկանը, դա ինձ թվում է մեր մեջ ցանկացած մարդ, ասենք ինքը մանուկ հասակում էլ, հենց թեկուզ մայրերն էլ իրանց բալիկներին, մանուկներին այնպես են սիրում, որ կարծես հենց Աստվածամայրը իրենք լինեն եւ ասենք փրկիչն էլ հենց երեխան լինի։ Այդ թեման ու այդ մտածողությունից մինչև հիմա հուզում է ու կհուզի մինչև կյանքիս վերջը, որովհետև դա միշտ է այդ թեման, միշտ պետքա լինի, որովհետև չես կարա դրանից ազատվես, դա միշտ կա։ Առաջին կոլաժը երբ արեցիք։ Առաջի կոլաժը դա ծնվել է փոքրիկ մի կոճակից, որը մայրիկիս կոճակն էր, որը որ տեղից տեղ տեղափոխելով, հետո փորձեցի ասենք նրան ինչ-որ միտեղ փակցնել ու այդտեղից ծնվեց այդ կոլաժի գաղափարը, որտեղ այդ մանկական ինչ-որ հիշողություններ էր կապված այդ կոճակի հետ ու փաստորեն այդ կոճակը վերածվեց ինչ-որ մի փոքրիկ կոլաժի ու մնաց ասենք ինձ մոտ, դա ասենք ես ցուցադրում եմ միայն, չեմ փորձում բաժանվել այդ կոլաժից։ Իսկ այս փայտը որտեղից եք ձեռք բերում։ Օրինակ այդ փայտերը, այդ մեծ փայտերը, այս աշխատանքները, դա մեր բնակարանի տան դռներն էին, որոնց տակ ես փաստորեն ծնվել եմ, մեծացել եմ, հա, այդ փայտերի մեջ կա իր ամբողջ մեծ դրական էներգիան, որը իմ համար, ասենք, այդ դռները ես հանել եմ եւ հիմա դրաները աշխատում են։ Հիմա պատկերացրեք, որ փայտից, կաշիներից հետո եկել է, ասենք, իմ մեջ, ասենք, այդ շարունակությունը հասել է արծաթին ու ոսկուն, որին որ ես չէի սպասում, ինձ համար դա ոնց որ թե անակնկալ լիներ, բայց ամեն դեպքում նյութն էլ ինքը մետաղն էլ է նյութ, ու փորձում եմ հիմա ոսկե ջուր եմ դրան կարվել, բայց երևի թե հետո, տեսնենք, գուցե կարող է ոսկու վրա արվի։ Չեմ կարող բառը ձեզ համար դա չուզելն է ավելի ես կասեի, որտեղ մարդ եթե չի ուզում մի բան անի, ինքը չի անում ուղղակի, իսկ եթե մի մարդ եթե ուզում է մի բան անի, թեկուզ